Ներկայացեք, անուն ազգանուն, որտեղ եք կռվել։ Ես Վահան Արամյանն եմ, կռվել եմ Հադրութում, 10 օրյա մարտերից հետո ծանր վիրավորում եմ ստացել և տեղափոխվել եմ Երևան։ Վահան, ինչու եք դուք կաթվածահար անում թեժ գծի հեռախոսահամարը։ Ինչ եք ուզում մեզանից։ Ես այս պետության համար կռվել եմ, ինվալիդ եմ դառել ու պետությունը պարտավոր է ինձ թոշակ տա ու ամեն ինչով ապահովի, ու ոչ մենակ պետությունը, նաև հարուստ մարդիկ, ունևոր մարդիկ պարտավոր են ինձ ամեն ինչով ապահովին։ Հայրս էլ կամավոր ա եղել ու հոկտեմբերի 15-ին զոհվել ա։ Հասկացած ես, Վահան, կփորձեմ ձեր բողոքը տեղ հասցնել։ Այսքան շուտ ուզում եք գնաք, ես էլի ասելու բաներ ունեմ։ Այս պետությունը ոչ մի բան չի անում զինվորների համար, թոշակ չի տալիս, ձերի բուժում չի տալիս, ոչ մի բան չի տալիս զինվորներին, չի հարգում զինվորներին։ Վերջացրեցիք ձեր բողոքները, ես կարող եմ գնալ։ Չհասկացա, ես ինչ սև եք խոսում, ես ձեր համար կռվել եմ։ Լսեք, ինչ եք ուզում։ Ես ընդամենը հարգանք եմ պահանջում, հարգանք։ Կներեք, ես գնամ, շտապում եմ։ Ես ձեզ նվեր եմ թողնում այս հեռուստացույցը։ Լավ, շնորհակալ եմ հեռուստացույցի համար։ Այս հավատացին, այո, ջան, ես ապետությունից է լիքը պախկը պոգենք, հավավան, ստեն ծլ պտի լինի, բայարգ է, ջան, Արեցիները որտից է գալի։ Վահան, դու վեշ միլիոն եմ կռև ծրալ, դու ստայս ես։ Հետո ինչ։ Հետո են, վեր դու սվծնում ես հերոսների անունը, և դու պատժվելով դրա հետի։ Ալո, ով ա։ Երկար չեմ կարա խոսամ, լսի այ հերոս, տանդ մեջ կամերղա դրած, հանգարց ավել պակաս բաներ չխոսաս։ Ոնց թե։ Վայ քո արա։ Բացորեք ոստիկանությունից է, բախշելն անիմաստ է, տունը շրջապատված է։